Դե լավ, դե եկեք մոռանանք, որովհետև ավելի լավ օր այսօր մեզ սպասվում ու դրա համար ինձ թվում է, որ կարելի է Pinkberry պաղպաղակից փորձել, չէ՞։ Կարելի է, իհարկե, ես ձեզ կհյուրասիրեմ։ Դոյդե։ 1, 2 Եվ այսպես սա խնդրեմ ձեզ։ Իսկ դուք ինչ եք նախընտրում։ Որ գույնը։ Ահա, այս գույնը, խնդրեմ սա ձեզ։ Իսկ դուք կարծեմ դիետայի վրա եք։ Այո։ Իսկ ես ոչ։ Ես մեծ սիրով։ Թվում է թե ես պիտի լինեի դիետայի մեջ, բայց Անուշ լինի։ Տեղ միայն ես եմ դիետայի մեջ, եթե այնքան համով է Pinkberry-ին, որ չեմ կարող չուտել։ Ողջույն սիրելի հաղթողներ, այսօր 15 աստղեր, 13 հետևորդներ արդեն երկրորդ փուլում եք, շնորհավորում եմ ձեզ, ապրեք։ Այսօր շատ դժվար օր է սպասվում ձեզ եւ այսօր մի քանիսս գոնե լքելու ենք նախագիծը, դրա համար խնդրում եմ, որ տրամադրվեք, ներդրեք ձեր լավագույնը։ Մեր Arm Games-ի շրջանակներում մենք խաղերի ժամանակ միշտ հավասարությունը պահում ենք, աստղերի թիմը 2 հոգի ու առավելություն ունի։ Այս պահին դուք եք ընտրում 2 մասնակցի, որոնք չեն մասնակցի վիճակահանությանը։ Առաջին խաղը թիմային չէ։ Ճիշտ է, աստղերը մրցելու են հետևորդների դեմ, բայց խաղը անհատական է։ Մեկը մեկի դեմ։ Մինչև կբացատրեմ խաղը, ձեզ տալիս եմ 2 րոպե ժամանակ, որպեսզի հասկանաք, թե որ 2 մասնակիցները բաց կթողնեն վիճակահանությունը։ Մի հատ բան ասեմ, ժողովուրդ։ Նախ 13 հոգի են իրանք, որոնցից 2-ը արդեն տղաց հելել են։ Մեր մոտից մի հատ լյով է հելել, լավ կլինի աղջիկներից հելել։ Այն հետ լավ։ Ուրիշ աղջիկ կա, բացի կարին այդ հորուզումը։ Մի հատ կլինի աղջիկի մեջ դուք կարաք որոշեք ով ուզի։ մենք արդեն որոշեցինք։ Հա ով։ Ով է ուզում։ Չէ, դուք կասեք, դե ժողովուրդ, ապրեք լավ։ Ապրեք, ձեզ ծափարություն։ Շատ լավ։ Եվ լսում ենք ձեր որոշումը։ Ես ու Կարան չենք անի։ Խնդրեմ մոտեցեք ինձ մոտ։ Ինչ ասես են բանը։ Խնդրեմ վիճակահանության տուփերը բերեք ինձ մոտ։ Amazing։ Սա ձեզ։ Դուք կօգնեք սկզբում ինձ։ Մի բացեք։ Այսպես է ստացվում, որ աստղերի թիմում այս պահին 7 տղա է, ձեզ մոտ 6 տղա է։ Ըստ այդմ մեկ աղջիկ հետևորդների թիմից վիճակահանության արդյունքում ընկնելու է տղաների հետ։ Բայց որ աղջիկը այստեղ ամենամեծ հարցն է։ Տղաները կորոշեն, թե ձեր թիմից որ աղջիկն է մրցելու տղաների դեմ։ Միայն տղաները առանձնացան, որոշումը կայացնում են եւ գալիս են։ Տղաներ 1 րոպե ժամանակ ունեք։ Չէ, եկեք մի հատ բան հասկանանք, որ եթե ինքը կրվի, ինքը կարա դուրս գա, իսկ հետո ինքը մեզ պետք է գալու։ Ես բացատրեմ, ես ինչ արեցի այս պահին, շատ մտերմություն եմ ես նկատել հետևորդների թիմում, որ ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Սա մտերմության խաղ չի, սա մրցակցության խաղ է, դրա համար ես առաջին ձեր մեջ բզբզոցը գցում եմ այս պահին, դուք կընտրեք, թե ում համար է ավելի համեմատած դժվար լինելու։ Ով է ասում անուն աղջկան։ Պակիս։ Մենք տղաներով որոշեցինք, որ ամենաուժեղ աղջիկը կմասնակցի տղու հետ Մայրամը։ Մայրամը կմրցի տղաների դեմ։ Մեր տղաները որոշում են կայացնում, որ տղայի հետ մրցող աղջիկը պետք է լինեմ ես, եւ դա ես արդեն գիտեի։ Մաշի մոտ աղջիկների թվերն են, Կարինի մոտ տղաների թվերն են, մեկական աղջիկ մոտեցեք Մաշին, մեկական տղա մոտեցեք Կարինին։ Այս պահին աստղերի թիմի որոշմամբ Մաշը եւ Կարինը կազմելու են վերջին զույգը։ Մաշը եւ Կարինը մրցելու են միմյանց դեմ։ Պաստանովա։ Դուք վերջին զույգն եք, սիրելիներս։
Հիմա համար 1 տղաները եւ համար 1 աղջիկները ստեղ մնացածը գնում են նստում են։ Շատ լավ, սիրելի հեռուստադիտող, այս պահին բացատրեմ մեր առաջին խաղը։ Առաջին խաղը բավականին պարզ է։ Խաղի նպատակն է, որպեսզի առաջինը գնդակը հայտնվի հենց իր զանգում։ Իմ ետևի պատկերը շատ գեղեցիկ է, որովհետև այո, Vegan եւ Arm Games-ը նորից միասին են ու ինձ թվում է անընդհատ ենք միասին լինելու։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Vegan կահույքի եւ էլեկտրոնիկայի ամենամեծ ցանցն է Հայաստանում։ Դե ինչ, խաղը սկսվում է, սկսում են առաջին համարները։ Առաջին զույգը աստղերից Ռաֆա Բուֆալոն, հետևորդների թիմից Ստյոպը։ Ես ուզում եմ իմանալ, որ գնդակը կրակելու են Պարսատիկից կամ Ռագատկայից մեր թիմի աշխատակիցները։ Մեկ, երկու, հարված։ Հաջորդ գնդակը առաջին չստացվեց։ Հարված։ Խաղի ժամանակ Ռաֆի հետ իրականում շատ բարդ է, որովհետև կորպուս անելը առավելություն էր, իսկ ինքը շատ ուժեղ էր։ Ռաֆա Բուֆալոն այս պահին գոնե հաղթեց այս փուլը։ Ստյոպը այս պահին գնում է վտանգավոր գոտի հաստատ։ 13 տարի ես ունեմ շաքարային դիաբետ ու Arm Games մասնակցել էի նրա համար, որ հանրությանը ապացուցեն, որ շաքարային դիաբետը դա դատավճիռ չի։ Ճիշտ է, պարտվեցի, շատ եմ ցավում, բայց անպայման կվերադառնամ։ Աղջիկներ, թամին ընդդեմ անի։ Չէ, մի տեսակ անհույս է, ես հաստատ տուն եմ գնալու։ Դե ինչ աղջիկներ, պատրաստ, հարված։ Շարունակում ենք, ուշադրություն, հարված։ Եվ, ֆանտաստիկ է։ Թամին հրաշալի աշխատել, հրաշալի։ Մի պա շրջվում եմ դեպի իմ թիմը, մեկ էլ տեսնեմ, արդեն միաչիկ ուժե ունիով կարծինյա։ Ես ինձնից չէի սպասում։ Դեռ հետևորդների թիմը պարտվում են, Անին նորից այս պահին անցնում է հաջորդ փուլ և մեզ մոտ գալիս են տղաները, Նորոն և Գրիշան։ Պատրաստ։ Ես չէի ուզում խաղի ժամանակ ընկնել Նորոյի հետ, որովհետև ինքը արդեն փորձառու է ու նախկին եթերաշրջանների մասնակից, լարվածություն կար, որ միգուցե կկրվեմ։ Տղաներ, հարված։ Հաջորդ աղջիկներ, Միլան ընդդեմ Լեդյանի։ Ասեմ, որ ճիշտ է, Անին փորձ ունի այստեղ, մեծ է Անի փորձը ամեն դեպքում, բայց Միլանն ֆիզիկապես բավականին պինդ է։ Մեկ, երկու, հարված։ Դեռ ոչինչ։ Ինձ թվում է այստեղ շատ հետաքրքիր պայքար է մեզ սպասվում։ Պատրաստ, հարված։ Ասեմ, ինչ-որ փորձն է իրեն նանում։ Միլան բարկացած է, ինձ թվում է Միլան չի սիրում պարտվել, այո։ Չորրորդ մասնակիցներն են Հյուգոն ընդդեմ Էդուարդի։ Ես շատ ուրախ։ Ինձ բաժինանք է Հուգոն։ Պատրաստ, հարված։ Ոյ, քեզ գնդով։ Եվ ինչպես սպասվում էր, սվաղեցի։ Ագնեսը ընդդեմ Սվետլանայի։ Տեսնենք ստեղ ինչ տեղի կունենա։ Ագնեսը տվյալ խաղի փորձ ընդհանրապես չունի։ Պատրաստ, հարված։ Ագնես քոնն է։ Սվետլանան անցավ այս պայն հաջորդ փուլ, Ագնեսը գնում է հստակ, գնում է վտանգավոր գոտի։
Երկու մարզիկ են միմյանց դեմ, մեկը պրոֆեսիոնալ մարզիկ է, մյուսը զբաղվում է սպորտով։ Սակը ընդդեմ Արսեն Հարությունյանի։ Հարված! Եվ այսպես ուշադրություն, գնդակը շատ ուժեղ էր, քիչ էր մնացել, որ բռներ։ Շատ լավ, պատրաստ, հարված! Ինձ թվում է, սա Արսենի համար ամենեքում պարտություն չի, նա դեռ չի պարտվել, նա ուղղակի այս պահին գնում է վտանգավոր գոտի, որտեղ Սակը կարողացավ առավելության հասնել։ Կրկնում եմ, բարձրահասակ լինելու հաշվին։ Դիանա Ոսկանյան եւ Ասպրամ։ Չգիտեմ ինչի, ներքուստ վստահ եմ, որ հաստատ պարտվելու եմ։ Արցախցին ընդդեմ Կյորի Սեցու։ Հարված։ Ուշադրություն Հրաշքով առաջին իսկ փորձից գնդակը բռնեցի։ Ձիաննան օգնեց, որպեսզի Ասպրամը վերցնի գնդակը։ Հետևորդները սկսեցին կամաց հետ բերել միավորները։ Ուշադրություն, Մարիամն ընդդեմ Սիրոժայի։ Մարիամը տղաների ընտրությամբ մրցում է տղայի դեմ։ Ահա լավ այ ախպեր, հենց ես տեի աղջիկա այդ գնով սարեմ, չդզես վավշե։ Պատրաստ, 1, 2, 3։ Օ, Սերոժը նաև ֆանտաստիկ թռիչք ունի։ Ֆանտաստիկ, դա երևաց։ Արա այս ինչ բոյով ես։ Ահա։ Ես վստահ եմ, որ Սերոժը չի զուչի։ Հարված։ Երևի բոլորը կզարմանան, որ աղջիկը կհաղթի տղային, բայց կասեմ, որ սա առաջին դեպքը չէր։ Ալավ ասում ենք աղջիկ, բայց 1000 տղուց ուժեղա չէ, հալալա։ Կարամը հաղթեց։ Իրոք հալալա։ Գոլ եմ խփել։ Իրոք տղավարի հալալա քեզ մալադեր։ Բավականին շատ աստղեր գնում են վտանգավոր գոտի։ Ես իհարկե չեմ ասել դեռ քանի հոգի լքելու նախագիծը, բայց ամեն դեպքում։ Կարենը ընդդեմ Հարութին։ Հարութը ունի այստեղ բացառիկ առավելություն, նորից խոսքը հասակի մասին է, բայց Կարենը ունի մեծ։ Հիմա որ բրդում ես, հիմա ուղղությունը չգիտենք, բրդելու իմաստը։ Ախ ենք ծնվեց։ Ես չի որ ուրախ եմ, որ Հարութի հետ եմ, որովհետև ինքը բարձրահասակ է։ Դեռ խաղն էլ հասակի հետ կապ ունի։ Պատրաստ։ Հարված։ Գնդակը օթում է եւ վտանգավոր խաղ էր Հարութի կողմից, բայց կանոնների մեջ նա փորձում էր վերցնել։ Չկարողացավ։ Ուշադրություն։ Հարված։ Նորից հետևորդները այս անգամ արդեն Հարութը հաղթեց, Կարենը Հովհաննիսյան գնում է վտանգավոր գոտի։ Ժաննա սկսնակ բլոգեր է, Էվիկը փորձառու։ Տեսնենք թե ինչպես կավարտվի նրանց հակամարտությունը։ Տարբերակ չունեմ Էվիկին հաղթելու։ Դուք իր բոյը տեսել եք։ Հարված։ Ամայ աղջիկներ եւ ամեն ինչ կանոնների մեջ է, Էվիկը չհասավ։ Շատ լավ։ Երկրորդ փորձն է, ինձ թվում է սա լինելու է դիպուկ։ Գնդակը օթում է եւ Էվիկը։ Չեմ հավատում։ Եկեք դες գրկեմ, բայց ապրեք լավ եք խաղում։ Քանի որ Ժաննան իմ հետևորդուհին է, ես զգում էի, որ ինձ սիրում է, ուսեն շատ դժվար էր ինձ իր հետ մրցակցել, բայց իհարկե ուզում էի մնալ խաղում։ Ես կռահել էի, որ Էվիկը կհաղթի եւ այդպես էլ եղավ։ Էվիկի ցանկությունը ֆանտաստիկ մեծ է, ինչ շատ է գալիս։ Պայքարի մեջ է մտնում Հարութ Արշակյան եւ Սամվելը։ Սամվելը նույնպես բլոգինգով է զբաղվում։ Սամվելը գյումրեցի է։ Պատրաստ։ Հարված։ Լավն է եւ Հարութը հանգիստ վերցրեց։ Այո։ Հարութը ստրատեգիկ ճիշտ գործողություն արեց, Սամվելը դուրս մնաց։ Այս պահին գնում է վտանգավոր գոտի։ Հարութը դե բարձրահասակ էր ու մի քիչ դժվար էր ինձ համար։ Ինքը հաղթեց, ես էլ կրվա ու ընկա վտանգավոր գոտի։ Շատ հետաքրքիր երկու կերպար, Նարին ընդդեմ Լարայի։ Նարին շատերի կարծիքով ունի 7 կյանք, նա կատվի նման է, երբևիցե չի լքում նախագիծը կամ լքում է ամենավերջում, հիմա տեսնենք ինչ կկատարվի այս պահին։ Ուշադրություն, արված։ Եվ լավ են պայքարում աղջիկները, ինձ թվում է այս զույգը երկուսն էլ շատ ուժեղ են, ես այդ զգացողությունն ունեմ։ Հարված։
Ճանաչում եմ Նարին, Լարան անցնում է վտանգավոր գոտի եւ վերջին զույգը Մաշը ընդդեմ Կարինին։ Կարինը ֆենոմենալ կերպար է։ Մաշը յուրահատուկ իր տեսակով երևի Հայաստանի Իսպանիայի լավագույն բլոգերներից մեկն է։ Շատ հետաքրքիր պերսոնաժներ մրցում են իրենց դեմ։ Հարված! Եվ Մաշը շատ լավ գնաց գնդակի վրա, բայց մի փոքր չերիկեց։ Ուշադրություն, հարված! Ես պարտվեցի, բայց խոստանում եմ, սա դեռ վերջը չի։ Ուրեմն գնդակը գալիս է, ես արդեն հույս չունեմ, կպնում եմ մաշի կարզինկային, թռնում է ու ես ընդհանրապես բարձրացնում եմ կարզինկան ու բռնում։ Ուղղակի բախտի բան, հիմա ասեցի ու փշակաղվեցի։ Ովքեր հաղթել են անցնեն են կողմ, ովքեր այս փուլում պարտվել են այս կողմ են նստում։ Ահա, այս պահին մենք ունենք 14 հաղթողներ, 14 պարտվողներ, բայց ինչպես ես նշեցի, հա, սկզբում հիշում եք, որ ասեցի, որ ուշադիր պետք է լսել, թե ես ինչ եմ ասում։ Սա պարտություն է, դուք պարտվել եք, բայց ոչ մեկ խաղը չի լքում, դուք ունենալու եք հնարավորություն ևս մեկ խաղի, որի արդյունքում որոշ մասնակիցներ կլքեն խաղը։ Բայց ասեմ, այնպես չի, որ նրանք ազատագրված են, որովհետև հիշում եք, ես նշեցի, 80%-ով եք դուք ապահովագրված։ Թե ինչ տեղի կունենանք, կիմանանք ինչ աճ, բայց ես առաջարկում եմ, քանի որ մեր գործընկեր Հյուդ բրենդը այստեղ է, մի հատ զովացնենք մեր պարտվողներին, առաջարկում հյուրասիրեք, հա, գնացեք։ Հյուդ բրենդը հայկական արտադրանք է իր տարբեր համերով, սիրելիներ, ու շատ համով եմ։ Մենք տանը նույնպես օգտագործում ենք, մինչև Հյուդը կհյուրասիրեն մեր մասնակիցներին, ասեմ, որ հաջորդ խաղային մասի համար մենք տեղափոխվում ենք ուրիշ լոկացիա։ Շատ հավես բան է մեզ սպասվում։ Պարտվող մասնակիցներին հաջորդ խաղի համար մաղթում եմ հաջողություն, իսկ ձեզ էմոցիոնալ պատրաստվածություն։ Դե ինչ, տեղափոխվեցինք հաջորդ լոկացիա, որտեղ փորձությանը ենթարկվելու իրականում երկու կողմն են։ Մի քիչ ավելի շատ դուք հավատացեք։ Ամեն դեպքում դուք պարտվել եք։ Ապրեք լավ խաղի համար, տեղափոխվեցինք հաջորդ լոկացիա։ Մենք տեղափոխվեցինք արդեն ուրիշ լոկացիա։ Մեզ մոտ թիմերը պատրաստ են։ Մենք հաղթողներ ձեռքով արեք, որ հանդիսատեսը ձեզ հիշի։ Մի կողմում պարտվողներն են, ովքեր արդեն իսկ վտանգավոր գոտում են, մյուս կողմում հաղթողներն են, ինչպես հասկանում եք, այս պահին չկա թիմ հասկացողություն, միայն այս պահին։ Դուք պետք է փորձեք վտանգավոր գոտում հայտնված մարդկանց մասին է խոսքը, ամեն ինչ անեք, որ մնաք նախագծում։ Ձեր նպատակը դա է լինելու, բավականին բարդ փորձության եք ենթարկվելու։ Բայց մինչ այդ հաղթողների համար կա փորձություն։ Հիմա բացատրեմ, այստեղ դրված է 7 case ու ես չեմ կարող ձեզ ասել որն է լավը, որն է վատը։ Կա միջին վատ, կա շատ վատ, կա միջին լավ, շատ լավ։ Եվ կա տես նեյտրալոտ։ Եթե դուք անձամբ չեք մոտենում case-երին մի րոպեվա ընթացքում, ես random ընտրում եմ մարդկանց ուղղորդելով, ոչ թե կոնկրետ case-ի մոտ, ուղղորդելով case-երի մոտ, որտեղ ուզում եք դուք կանգնում եք։ Այս պայծ կսած, ես ձեզ ասում եմ, որ այս տարածքը ձերն է, և եթե դուք չեք մոտենում, ես ինքս կընտրեմ մարդկանց։ Ռավ դու գիտեմ, որ ազարտնիկ ես։ Օ, սեյվին կեթայ։ Ճիշտ ասած, ես քանի սեյվին հերթը չի հասե։ Էդ իմն է։ Ամենաչինը քաշի։ Այ կարաջան դու ինձ լսեցիր, սա լավ բան տիլի, տես։ Հուսով եմ իմ հաջողակ լինելու փաստը այս անգամ էլ կօգնի ինձ։ Գարաչինը բացում է թամը։ Ոյ, մամա ջան, նի պուխի նի պիրա։ Այնպես է, որ հասկանում եմ, որ կարա մի բան այն չգնա, բայց ինչ լինում է, թող լինի։ Հայտիների թիմից։ Ռևերս։ Ինչ է նշանակում։ Լավ բան ասա, խնդրում եմ։ Սևը երբեք լավ բան չի եղել, Թամի։ Չի կարա չլինի։ Սև իմ հաջողակ գույնն է։ Ես ռևերսը վատ բան է։ Բացատրեմ։ Թամը այսօր հայտիների թիմից մեկին ուղարկելու է հետևորդների թիմ։
Հետևորդների թիմից որևէ մեկին Թամի լավ էլի։ բերի հայտնիների թիմ։ Կարևորը չեմ ելում այ մարդ։ Սա պահի, սա դեռ պետք կգամ։ Մերսի։ Ես բացեմ։ Սակ։ Հետևորդների թիմից սակը։ Վայ շանտա։ Ինչա։ Ինչ է։ Ինչա։ Հիշացնեմ, որ քո կա։ Այո, սա իմ ընտրությունն է։ Սա իմ ընտրությունն է, այո։ Բայց դե քիչն այդ արքեր, ես ուզում եմ այստեղ կանգնել, ինքը ասեց, այս տեղն է։ Մի անգամից հաղթելով հանդերձ գնում է վտանգավոր գոտի։ Շատ լավ, դու կարող եք արդեն դնել այնտեղ։ Գոնե քեզ։ Հաջորդ մասնակիցն ով է ուզում։ Ես։ Ասպրամ, շատ լավ։ Որպեսզի հեռուստադիտողն էլ տեսնի։ Սա նոր քարտ է։ Այս քարտը Ասպրամին գցում է շատ դժվար իրավիճակի մեջ։ Շատ դժվար։ Սա դու ես, մեկը, սա քո ընկերներն են, քո թիմի մասնակիցները։ Եթե դու ընտրում ես իրան, ինքը գնում է վտանգավոր գոտի։ Եթե դու ընտրում ես իրանց, իրան գնում է վտանգավոր գոտի։ Կամ դու ես գնում վտանգավոր գոտի, կամ քո թիմից երկու մասնակից։ Դե ասա Ասպրամ ջան, տեղդ հանգիստ կանգնեիր էլի, ատա քեզ պետք է լել։ Բայց դու ժամանակ ունես մտածելու, հաջորդ մասնակիցը։ Սլոխում եմ։ Կբացեմ ես։ Հարութ։ Հարութը մյուս խաղին, հաջորդ խաղին, որտեղ դու այսօր արդեն իսկ հաղթել ես։ Իրականում շատ երկար չմտածեցի, գնացի կանգնեցի, բացեցի ու շահեցի ինչ։ Երրորդ հաղորդման համար ունես իմունիտետ։ Այսպես թե այնպես, ձեր թիմը պարտվի, ձեր թիմը հաղթի, դու երրորդ հաղորդմանը հաստատ լինելու ես նախագծում շնորհավորում եմ։ Սա լավագույն նվերներից մեկն է։ Նարի։ Այո։ Կարո՞ղ դու բացես։ Փորձենք։ Գիտեք, չէ, ինձ թվում է միշտ հենց ինչ-որ սես բանի առաջինը Նարին է գալու։ Ասեմ խի, որովհետև Arm Game-ի հնաբնակները եւ հետևորդները կփաստեն իմ հաջողակ լինելու փաստը հուստամ այս անգամ էլ կաշխատի 4-5 անգամ խաղից դուրս մնալուց ու հետ գալուց հետո։ Okay։ Այ։ Աստված ջան։ Մի բան արա լավ լինի։ Արդեն հաճելի է երևի։ Օպա։ Սպիտակ քարտ։ Ոյ։ Նախագծի նաբանակները գիտես, սա փրկության քարտ է։ Նարին այսօր դուրս եկած մասնակիցներից ում ուզի կարող է վերադարձնել նախագիծ։ Լավ եղեք հետս, լավ եղեք։ Սա դու կարող ես օգտագործել այսօրվա հաղորդման ամենավերջում։ Ամենավերջում։ Ամենավերջում, երբ արդեն մասնակիցներն հստակ լինի ով է դուրս գալիս։ Միջև վերջ լավ կլինեք հետս։ Okay, ոնց անենք, որ մեկից սկսենք։ Արի քեզ սկսենք։ Արի քեզ սկսենք։ Կարինն է բացում։ Սիրներս, ես սիրով ուզում եմ ներկայացնել ևս մեկ նվերքարտ։ Արի գնում ենք, արի շուտ գնում ենք նորտան բաների մոտ, այսում։ Ահա։ Սիրներս, Կարինը նորտան ընկերության կողմից ունի 300,000 դրամի նվերքարտ։ Անկեղծ Կարինի համար շատ ուրախ եմ, ինքը արժանի է։ Կարին հիշեցնեմ, որ վերանորոգումը շահավետ է։ Նոր տանը։ Այո։ Դու կարող գնալ արդեն կոմո դու ընդհանրապես ազատ ես։ Ստացվում է 3 դրական, 2 նեգատիվ, 1 նեյտրալ։ Ինչ եք կարծում։ Ինչ է Էվիկի մոտ։ Հուսանք դրական։ Այսինքն դուք մտածում եք 4 դրական։ Չէ, նեյտրալ կամ վատ։ Դրական։ Arm Games-ի հետևորդները եւ հնաբնակները գիտեն, որ ես ընդհանրապես բարի չեմ նախագծում։
Դրա համար ասեմ, որ այստեղ ամենավատ քարտն է։ Էվա ջան, քաշի լավն է ցավը տան։ Էվա կատակա անում։ Բայց ես խաբել չեմ սիրում։ Ես սիրում եմ ինտրիգներ։ Ես ուզում եմ զգուշացնել, ուզում եմ դու իմանաս, որ քո որոշումով կրկնում եմ եւ սա քո որոշումն է, սա կատակ չի, սա լրիվ լուրջ է, քեզ բաժին է հասել այսօրվա ամենավատ քարտը։ Կարծում ամենաբարդ քարտերից մեկը հասել է Ասպրամին, բայց ամենավատը հաստատ քոնն է։ Ես էլ արդեն ուզում եմ ասել, ես նախընտրում եմ գումարը, հաստատ լավ բան։ Լիքը հումորներ էի պատմում։ Շատ վատն է, ուղիղ ասում եմ։ Լավ, ինչ ուզում ա թող լինի։ Ես խնդրեմ դու բարձրաձայն կարդաս, կանգնելով, լռություն։ Քո թիմից մեկը պետք է լքի նախագիծը։ Ասեմ ավելին, կան տեղեր, որտեղ դու չես կարող դու լքել նախագիծը։ Ասպրամի դեպքում ինքը կարանտրի ինքը գնա վտանգավոր գոտի, թե երկուսին ուղարկի այս դեպքում, ինչքան էլ դաժան է, բայց որոշումը քոնը պետք է լինի, ու այդ որոշումը կապ չունի հաղթող է քո ընկերը, թե պարտվողը։ Ինչ որոշում էլ ես կայացնեմ, մեկա դուրս եմ գալու վատամարդ։ Ես հիմա կխնդրեմ կանաչների թիմը միանան իրար, կապույտների թիմը գա այս կողմ։ Բայց ինչի հենց իմենը տուն չէ, լի վտանգավոր գոտի։ Վախում եմ քեզնից։ Ինձ վախենալու հարց չկա, սա քո թիմն է։ Քեյսը բացելուց հետո այլևս դու չունես հնարավորություն ընտրելու։ Դու ունեիր մինչև քեյսին մոտենալը, որը դու կայացրել ես։ Խաղի կանոնը այսպես է։ Այս հրաշք մասնակիցներից որևէ մեկը քո որոշումից հետո գնալու է տուն։ Կան որոշումներ, որոնք անբեկանելի են, այսինքն այդ մարդը հաստատ քո թիմից մարդ պետք է գնա տուն, այսպես ասած։ Նպատակը դա է, եթե դու չմոտենայր այդտեղ, մոտենար հետևորդներից մեկը, իրանց թիմից որևէ մեկը պետք է գնար տուն։ Բայց ես գիտեի մեջ ինչ։ Իհարկե չգիտեմ։ Քո որոշումը։ Իրականում ոնց որ ես ստրատեգիկ մարդ եմ ու կուզեմ որ մեր թիմը ուժեղ մնա, այսինքն չեմ ուզենա առաջնորդվեմ ում եմ սիրում, ում չեմ սիրում, կուզեմ որ ովքեր իմ կարծիքով ուժեղ խաղացողներ են, իրանք մնան ու քանի որ նաև ֆիզիկական բաղադրիչը շատ հաճախ է լինում, ես կարծում եմ որ օբյեկտիվ լինելով տղաներին չեմ ուզենա հանել, որտեղ մի տղա արդեն պակաս է ու եթե ինչ որ ուժային խաղ եղավ, հələ վտանգավոր գոտում է տղաներ ունենք, ուղղակի չենք հաղթի, էլի մանավանդ իրանց աղջիկներն է շատ ուժեղ են, մեզ տղաները պետք են, էլի։ Նույն սկզբունքով աղջիկ խաղացողներից Անին է ֆիզիկապես շատ ուժեղ, կուզեմ ինքը հաստատ մնա։ Ես նկատեցի, որ Ագնեսը ձեռքով ուշեց, որ Անին հեռացնես։ Այդ կատակ էր, բոլորին հերթով զուտ ցույց եմ տվել։ Okay։ Էվիկը որոշում է, թե ում պետք է հեռացնի խաղից, ու նայում եմ Ագնեսին, տենում եմ Ագնեսը ինձ է ցույց տալիս։ Բայց այտենց էլ չհասկացա, դա կատակ էր, թե Ես կարծում եմ Նարինը լավ ուժեղ խաղացող, սեն շատ ակտիվ է, շատ արթուն է, կարող է ֆիզիկապես այդ պահին օրինակ տղաների պես ուժեղ չլինի, բայց ինչքան որ տեսեմ, շատ հենց ուզում է միջև վերջ մնա, դրա համար իրան էլ կարծում եմ, որ այս պահին չեմ դիտարկի։ Մաշանն այդ հայացքով է նայում, որ սես գառնուկ է աչքերով նայում է։ Ինձ թվում է Կարինեն էլ է շատ ուզում մնա ու մարդը նոր նվեր քարտ է ստացել, չհարամենք մարդու տրամադրությունը։ Բայց օրինակ Կարինեն երբ որ գնատու շատ նեղված չի լինի, որովհետև ինքը արդեն ունի 300,000 դրամի նվեր քարտ։ Չէ, նեղված կլինեմ, բացի այդ ես շատ ուժեղ եմ։ Ասեմ առաջին խաղին ինքը ինձ ուժ տվեց եմ, ասես լավ չեք խաղացել, մեկից շորը հələ չի կեղտոտվել, ասի լավ Կարին է դու հələ տես, բայց ինքը շատ մոտիվացված է, դրա համար ասում ինքը կպայքարի էլի։ Լավ։ Այսինքն այս պահին իմ համար մնացել են կանդիդատ Ագնեսը, Մաշան ու Դինան։ Ես Ագնեսին շատ եմ սիրում, եթե կարելի է այս մեկը զուտ ըստ ուժի չէ, ըստ սրտի, Ագնեսին չեմ կարող հանել։ Աստացի դու նոր նշեցի, որ Ագնեսը ուժեղ չի։ Չէ, ես ասեմ, ինքը ուղղակի շատ ավելի սենց բարի է, մեկ-մեկ խաղերի մեջ պետք է այն, որ սենց ուսով է հրես քո տեղի համար պայքարես։ Էվի քրքրվանք դե ասա, բայց դե հեշտ է։ Մեզ էլ է։ Էվի խաղի ժամանակ բարություն պետք։ Ես շատ հուսով եմ, որ ինձնից չի նեղանա գնացող մասնակիցը, բայց կարծում եմ այս պահին երևի գնա Դինան։ Կներես։
Իմ համար շոկ է։ Էվիկ ջան, ինչի հենց ես։ Կարծես թե հստակ բացատրություն չլսեցինք ամեն դեպքում, զուտացրիր, որ ուժեղներին այս պահին։ Բացառության կարգով։ Հասկացա։ Ես վստահ եի, որ Դիանան ինձնից կնեղանա, բայց ես փորձում էի թիմի համար հնարավորինս լավ որոշում կայացնել։ Դու Էրիկ ջան կարող ես գնալ Դիանային հրավիրեմ այստեղ։ Կներես։ Ես կոմը կիմբերներ կառնեմ։ Չարերին միշտ պետքա պատասխանել բարյությամբ։ Անկեղծ ասած չէի սպասում, որ առանց ինչ-որ ուժային կամ, չգիտեմ, անհատական խաղի, ես ավելի սենց էի մտածում իմ դուրս գալը, եթե լիներ էլ, կլիներ իմ պարտության արդյունքում էլի, ուղղակի չէի սպասում, որ սենց շուտ դուրս կգամ խաղից, որովհետև մտածում էի, որ գոնե մի քանի փուլ կանցնեմ ու եկել էի, որ գոնե իմ հետևորդներին ապացուցելու բան ունենայի, որ ինձ այլ կողմից ցույց տայի։ Ես հասկանում եմ քեզ, Arm Games-ը ունի արդար խաղի կանոններ եւ նաեւ ունի կանոններ, որոնք արդարության հետ որևէ կապ չունեն, բայց այդ ամեն ինչը որոշվում է մասնակցի կողմից։ Մենք տալիս ենք մարդուն հնարավորություն։ Պայմանները անարդար են, բայց ամեն դեպքում հնարավորություն տալիս ենք։ Այս պահին սիրելի հեռուստադիտող Դիանա Ոսկանյանը։ Մի րոպե։ Դուս ա գալի խաղից։ Հա, վերջ։ Խաղի կանոնն է ձև։ Այսինքն խաղի կանոնը ձև չի, այն ինչ որ գրված էր այստեղ, յուրաքանչյուր մասնակից կարող վերցնել եւ որոշում կայացնել, վերցրեց Էվիկը եւ իր որոշումը Դիանա Ոսկանյանի դեմը։ Հիմա ոչ մի բան չի փոխվում, չի կարա հետ բերի կամ բան։ Չէ, սպիտակ քարտը գործում է այն դեպքում, երբ որ Ուրեմն այս դեպքում նայ, ես սովորեմ, որ մարդ պետք է պարտվի, որ խաղից դուրս գա։ Ճիշտ է։ Սպորտի կանոններով, ապրե սպորտի կանոններով, կյանքի կանոններով էլ պետք է մարդ պարտվի նոր դուրս գա։ Հասկանում ես։ Ստեղ չգիտեմ, ես ինձի պարտված եմ զգում, որ անարդարությունից ես եմ ինձի պարտված զգում, ինքը չի պարտվել։ Հասկանում ես, ու ես ամենասկզբից Դիանային խոսք էի տվել, որ ես իրան կպաշտպանեմ։ Լավ էլի ռով, խնդրում եմ։ Լավ էլի ռով, մեզ ուժեղ մասնակից չէ, էլի մի արա։ Ես որոշում եմ կայացնում դուրս գամ։ Բայց դու մեր թիմի համար լիդեր ես համարվել, իմ համար համենայն դեպս։ Կրկնակի շոկա ու պարտավորեցնողա։ Իմ ստրատեգիկ որոշումը Ռաֆոն ուղղակի հարամեց։ Ռաֆ, դու հիմա իրականում Դիանային լավություն չես անում, դու հիմա ավելի շատ քո թիմին պարտության կարաս տանես, որովհետև մեզ քո նման մարզիկ ու մասնակից պետք է։ Իսկ ես կարծում Դիանան adekvat խելացի աղջիկ է, ինքը չեմ կարծում որ այդքան ծանր կտանի։ Հարգում եմ քո։ Ես եմ հրավիրել։ Մի հատ բան ասել ինձ, ես իրականում սենց ասեմ, էլի, ես մի հատ խոսք ասեմ նոր։ Ռաֆա Բուֆալոին 3 եթերաշրջան կանչել եմ նախագիծ։ 2 անգամ Ռաֆա հայտնվել է մեր չաթում ու տարբեր մրցումների պատճառով չի մասնակցել։ Երկրորդ անգամ երբ որ ես զանգեցի, ասեցի Ռաֆ ոնց որ մասնակցել եք կապած, ասեց առ, ասեց ես քեզ շատ եմ սիրում, բայց մի հատ տեսակ եմ, որ եթե ես մի հատ որոշում եմ բարձրացնում, երբեք դա չի բեկանվում։ Բայց ամեն դեպքում սա խաղ է։ Սա կյանքը դնենք մի կողմ, արի հասկանանք, որ սա քո որոշում խախտում չի լինում։ Եթե քո որոշումը վերջնական է, խոսում ես, բացատրում ես, եթե ոչ, մենք Դիանային հրաժեշտ ենք տալիս։ Ուրեմն ես այս խաղից առաջ նոր ընկերներ եմ ձեռք բերել ու չեմ ուզում ճակերտները բացեմ կամ Հազար ներողություն կլինի մի հատ ընդհատեմ բան ասեմ։ Մենք հենց նոր թիմով որոշեցինք, եթե դու դուրս գաս, բոլորս դուրս ենք գալու։ Սաղս դուրս են գալի այնա։ Եթե խաղը ստենց է գնում, ուրեմն մի հատ ես խնդրում եմ իմ խոսքը հարգել։ Իրանք աղտի հետևորդներից որևէ մասնակից։ Իրանք դեմ չեն ինձ թվում։ Ես բոլորին շատ հարգանքով եմ վերաբերվում ու բոլորին շատ սիրով, բայց մի բան եմ ուզում ասեմ, մրցաշարից առաջ ես նոր ընկերներ եմ ձեռք բերել ու եթե ես մի բան ասել եմ, ես արել եմ։ Եթե ես ասել եմ սենց կանեմ, եթե սենց դրություն լինի, ես դա արել եմ։ Ու ես խոսք եմ տվել, որ կպաշտպանեմ մինչև վերջ, որտեվ առաջի մրցույթի վաղ լարվածությունը, նեղվածությունը տեսել եմ, ուզեցել եմ պատժկա անեմ։ Իմ կողմից մի քիչ ճիշտ չի լինի, որ ես քայլը ես չանեմ, որտեղ մարդու խոսք եմ տվում, իսկ ամբողջ թիմին թողած։ Ես օրինակ հենց այս պահին մտածում եմ, որ թմակցին հանեմ այն թիմ ուղարկեմ ու այնտեղից ում բերեմ, որ մեր թիմը ավելի ուժեղանա, բայց հիմա վտոգի մեր թիմից մեկը պատվեցի։ Մենք հիմա չենք խոսում ուժեղ թուլից, մենք հիմա խոսում ենք թիմի մասին մտածելուց եմ խոսում, այսինքն մի մարդու մասին մտածել, մնացածին թողել ասա։ Ամեն դեպքում այս երկար դիսկուսից հետո ես նորից եմ ասում, ես Ռաֆին ճանաչում եմ երկար տարիներ։
անիմաստ է զրույցները իմանալով իրան, բայց ամեն դեպքում սա խաղի կանոնն է։ Վերջին անգամ ես հարցնում եմ, ոչ մի քննարկում չի լինում։ Ռաֆի որոշումից հետո կամ Ռաֆն է լքում վերադասնելով իրեն, ես կվերադասնեմ իր, հա, Արմ Գեմսյազնաչոկը կամ Ջանա Ռաֆ։ Ախպեր հետ արի։ Տղավարի հետ արի ասում եմ, ընկեր օրս արում ասում, դեմ քեզ դու։ Ագիտես ինչ կան կա, հետ արի ախպեր։ Ախպեր, սա աղջիկը կների սիրիաս քեզ օրսայվ հետ արի, ընկեր։ Ռաֆը Բուֆալոն լքում է նախագիծը։ Բայց հաջողանեմ նոր։ Առնեմ ես ձեզ։ Давай, ты как горсок это. Ինչը, դեմ քեզ դու հորս դեմ քեզ դու։ Այս Ռաֆոս լրիվ դեմ կա, հորս արի վախտակ թե դու զգալու, հազար անգամ ասի, մնա, չի մնում այդտեղ են ջենտլմենություն անեմ, հալալ է, ինչ ասեմ։ Ես վստահ եմ, ես մի օր քարտ եմ քաշելու, որ մեկին կարամ հետ բերեմ, քեզ եմ հետ բերելու։ Կապարություններով Սիրելի հեռուստադիտող, Arm Games 2026 թվականի ամենավայրի կերպարը Ռաֆա Բուֆալոն իր որոշումով լքում է նախագիծը։ Վստահ եմ, որ կտեսնի։ Շատ կայֆ եմ ստանում այս խաղից, բայց ինչ որ պահ եկա, որ իմ էմոցիաները ինձանից առաջ անցան։ Պարզվում է ամենավտանգավոր մասնակիցը ամենապուպուշ մասնակիցն էր։ Ես վստահ եմ, որ հետևորդների թիմը ամենաշատն ուրախացավ այս որոշումից հետո, իսկ մենք շարունակում ենք Ասպրամ թիմը այս պահին ենթարկվում է փորձության։ Ասպրամը կամ ինքնակամ գնում է վտանգավոր գոտի կամ երկու մասնակից, ովքեր արդեն իսկ հաղթել են, հաղթողներից երկու հոգի կարող են գնալ։ Նույնիսկ այդ մարդը կարող է լինել Հարութը, որովհետև Հարութի իմունիտետը գործում է հաջորդ խաղին։ Եթե դու ընտրես Հարութին, Հարութը գնա պարտվի, Հարութը լքելու է նախագիծը, իմունիտետը չի կարող օգտագործել։ Շատ դժվար ընտրության առաջ եմ կանգնել, որովհետև բախվում է իմ ալտրուիզմն ու իմ էգոիզմը։ Մի կողմից է խմբային խաղը, մի կողմից անհատական։ Սա անհատական խաղ է։ Ասպրամ։ Ճիշտ է, սիրուն մեքենան աչքով է տալիս, բայց ամենաշատը ես եկել եմ խաղալու, էմոցիաներ ստանալու համար ու չէի ցանկանա, որ իմ կոլեկտիվից ինչ-որ մեկը վտանգի տակ գնի իմ որոշման պատճառով։ Ես նախընտրեցի ինքս գնա վտանգավոր զոնա։ Ճիշտ է, չգիտեմ իմ կոլեկտիվից արդյոք եթե նույն փաստը լիներ նրանց առաջ, ով ինչ որոշում կկայացներ, իհարկե բոլորն ընդունելի են, սա խաղը կանոններ են, ամեն դեպքում ես կգնամ վտանգավոր զոնա, բայց հույսով, որ դուրս կգամ այդտեղից։ Ասպրամն ընտրեց ինքնազոհության ճանապարհը, ոչ թե իր թիմից երկու հոգի կգնան, այլ ինքն է գնալու, ասում է թասիբով Արցախցու քայլեր, ապրես, բայց ամեն դեպքում դու վտանգավոր գոտում ես։ Թամ Կտխեք, բայց կանեք։ Ես մի հատ վատ բան եմ որոշել անել։ Ոնց որ բոլորը առանց լոգիկայի են խաղում, առանց մնացածի մասին մտածելու։ Ես էլ եմ տենց քայլ որոշ անել։ Կընտրեմ մեր թիմի ամենասիրունի եւ հակառակորդ թիմի ամենասիրունին ու փոխեմ իրանց տեղերը, որովհետեւ եթե այն թմից ես ուժեղի բերեմ մեր մոտ ու կոպիտ ասած մենք իրա պաշտպանենք, հետո այդ ուժեղը իմ դեմ է դուրս գալու։ Սիրունությամբ ես կկրեմ։ Ուժեղությամբ չէ։ Նաեւ մենք բոլորս հիմա կհասկանանք, հեռուստադիտող, թե ինչ ճաշակ ունի Թամին։ Բայց ինձ նեղանալ չկա, խնդրում եմ։ Ես խնդրում եմ առաջինը ասա հետևորդների ամենասիրունը ասք է։ Աղջիկներից այս թմից երկու աղջիկ են սիրուն, մեր աղջիկը եւ մյուս աղջիկը։ Միլան եւ Սվետլանան։ Ձեր անունը ի՞նչ է։ Ձեր անունը, այ այնց որ դուք սիրում եք, դուք այսեք մեր մոտ։ Ճիշտ է, շնորհակալ եմ Թամիին, որ ինձ հանեց վտանգավոր գոտուց, բայց նաեւ իմ համար շատ դաժան էր, երբ որ ես պետք անցնեմ հակառակորդ թիմ։ Թամի քո որոշումը։ Ձեր Երեխեք, իմ թիմակիցները խնդրում եմ ինձ թող չնեղանան, համ ընկալում եմ, որ այսի խաղը, համ ընկալում եմ, որ ամեն կերպ պետքա կրենք տղաներից։ Այսինքն քո ընտրությունը գեղեցիկ կերպարով, դա ձեր թիմի տղաներից։ Աղջիկերքը շատ գեղեցիկ են, չեմ կարող իրանցից ընտրեմ։ Ընտրում եմ Հարութին, հարկներեսին։ Թամի ջան, չէիր կարող Հորոսարով Հյուգոին գցեիր ընդե։ Ասենք Հյուգոն ֆիզիկապես թույլ է, էլի մի քիչ տենց աներ, էլի։ Որ մեր թիմից ոչ մեկին չնեղացնեմ, ընտրեցի Հարութին, որովհետև
մենք իրար հետ մի տարի սերիալում քույր ու եղբայր ենք խաղացել, կարծում եմ ինքը ինձից չի նեղանա։ Այսօր վտանգավոր գոտու խաղերից հետո նոր պարզ կլինի իրականում, որ թիմում քանի տղա եւ քանի աղջիկ կա։ Որտեւ հաջորդ խաղը, որ մեր մոտ լինելու է վտանգավոր գոտու, որտեղ բավականին շատ տղաներ են հայտնվել հետևորդների թիմից, ընդհանրապես տղա կամ աղջկա հասկացողության հետ կապ չունի։ Սա թամի որոշումն է, թամին խնդրեմ զբաղեցնի իր տեղը։ Մինչև կսկսենք վտանգավոր գոտու խաղը, ասեմ, որ դուք պետքա ձեզ զգեստները փոխեք։ Միլան հայտնվելու է հայտնիների թիմում, Հարութը հայտնվելու է հետևորդների թիմում։ Որպես այդպեսին, խաղի կանոնը այսպես է, քանի որ Միլան փոխարինում է Հարութին, Հարութը հաղթող է եղել, Միլան այլևս վտանգավոր գոտում չի։ Թամին ոչ միայն քեզ կոպիտ ասած բերեց հայտնիների թիմ, այլ նաև հնարավորություն տվեց, որ դու առանց հաղթելու, դու պարտվել էիր, դու վտանգավոր գոտուց, այսպես ասած, ազատվում ես, որովհետև Հարութի փոխարեն ես գնում, Հարութը հաղթող է եղել։ Միլան կարող ենք ծափարել եւ ասել մոտեցի իր թիմին։ Կարամ մի բան ասել։ Իրականում այս խաղը, քանի որ սկսվել է խմբային, իմ համար ես թիմային մարդ եմ ավելի շատ, իմ համար ոչ թե հաճելի չի հակառակորդի հետ աշխատելը կամ իրանց հետ խաղալը, չէ, ամբողջ խնդիրը այն է, երբ որ ես սկսել եմ իմ թիմի հետ ու ես պիտի խաղամ իրանց դեմ այդ ամենածանրը։ Բալես մենք լավ կնայինք։ Ես հասկանում եմ, ես հասկանում եմ, բայց քեզ դեզ ահա որ իրականում շատ եմ սիրում։ Մենք էլ Միլա ջան։ Ամեն դեպքում սերներս։ Մենք շատ լավն ենք, այդի։ Չգիտեմ, ոչ մեկ երևի խաղի իմաստը չի հասկացել։ Ինչն ա որ գնաց, ամենաուժեղը, ինչ էս աղջիկը, որ մեր տղային տարավ են թեն թիմ, չեն հասկացել խաղի իմաստը։ Ինձ թվում է պետք է մանրամասն բացատրել, տենց ոնց կլինի։ Հարութը գալով Միլայի փոխարեն պետք է հայտնվի վտանգավոր գոտում, բայց ես հաղթողների հետ այդ ձև չեմ վարվի, սա էլ կլինի իմանալական որոշումը։ Հարութը չի գնա վտանգավոր գոտի, Հարութը խաղը կշարունակի, բայց արդեն հետևորդների թիմից։ Բայց կարող եք հաջող անել, որտեղ այլևս իրենց դեմ ես լինելու։ Նույն այդքան գարա։ Ես լավ եմ մենք շորել։ Մեր թիմը вообще թիմ չի։ Մինչ ողջագրվում են միմյանց հրաժեշտ են տալիս, կարծես հավիտյան լինելու են մի թիմը, չգիտեմ, որ մի երկու հաղորդումից թիմը ծրվելու է։ Այս պահին մենք անցնում ենք վտանգավոր գոտու խաղ, որտեղ պայքարի են դուրս գալիս միայն պարտվողները։ Բարի գալուս սիրուն աղջիկ։ Ինչասեմ սիրունների թիմ։ Ամենասիրունների թիմ։ Մեր գեղեցկության կենացող։ Շնորհակալություն։ Բարի գալուս։ Դուք գեղեցիկ եք, դրա համար փրկվեցիք։ Գեղեցկությունը փրկի աշխարհ։ Գեղեցկությունը մի կողմ դրած, ես համենայն դեպս կարծում եմ, ես միջևա չեմ համակերպում Ռաֆոյի դուրս գալը, որովհետև կարծում եմ սա խաղ չի իմ պրինցիպների համար, ես ասել եմ պիտի անեմ, այլ դու պիտի թիմային մտածես, ես Երկիր աշխարհի խաղաղություն։ ապրենք։ Հիշենք, որ հաղթում ենք ձեռագույնները։ Այ տղա։ Դե ինչ այս պահին մենք վտանգավոր գոտու խաղն ենք սկսում, խաղը բավականին բարդ է լինելու, 13 մասնակից պայքարելու է, ինչի 13, որովհետև Ռաֆի շնորհիվ ջան պետք է լքեր մի անգամից, բայց Ռաֆի շնորհիվ մնաց նախագծում, ոչ թե մնաց որպես վտանգավոր գոտում, այլ մի անգամից մնաց նախագծում, Ռաֆա Բուֆալոին մենք հրաժեշտվեցինք որպես այդպեսին։ Բարդանում է, էմոցիոնալ ամեն ինչ բարդանում է եւ այս պահին էլ բավականին շատ քանակով մասնակիցներ կլքեն Arm Games-ը։ Թե հետևորդների թիմից թե աստղերի թիմից։ Հնարավոր է միայն մեկ թիմից, բայց ամեն դեպքում մասնակիցներ են լքելու։ Խաղը մեզ համար պատրաստել է Նոր տուն ընկերությունը։ Նոր տունը այն գործընկերներից է, որ կոնկրետ խաղային զոնաներում միշտ մեր կողքին է կանգնում։ Ես այս պահին ուզում եմ պատմել խաղի մասին, գնացինք։ Մեր օգնականը պատտում է նախշերով պատկերված նկարը, մասնակիցների նպատակն է Նոր տան լոգոյով նկարների տակից գտնել ճիշտը եւ առաջինը բերել հասցնել օգնականի մոտ։ Ով առաջին հասնում է, նա անցնում է հաջորդ փուլ։ Այս պահին վտանգավոր գոտի անցած թիմերը պատրաստվում են խաղին, իսկ ես խոսեմ մեր գործընկերոջ մասին։ 0-ն առաջին հայկական AI հարթակն է, որը խելացի տեխնոլոգիաներով մարդկանց առօրյան դարձնում է ավելի արագ, հարմարավետ ու ժամանակակից։ 0 ժամանակն է խնայել ժամանակը։
Իրականում նախշերը բավականին բարդ են, պետք է ուշադիր լինեք եւ նաեւ բավականին իր ասած նման են։ Դրա համար ամեն մի թիմին կցվել է մեկ մասնակից, ամեն մի կողմին, այսպես ասած։ Հանրայինների թիմը որոշել է, որ Նորոնա Նիկոյան օգնելու, իսկ հետևորդների թիմն էլ որոշել է, որ իրենց նոր թիմի կարևոր մասնիկը Հարութ Արշակյան այդ պայն կվերցնի այդ պարտականությունը։ Ուշադրություն, ես ուզում եմ, որ մենք մաքսիմում ուշադիր լինենք, որովհետև այստեղից դուրս եկողները լքելու են նախագիծը։ Այս խաղի ամեն փուլից հետո որևէ մասնակից հաղթող է ճանաչվելու եւ հաղթահարի երկրորդ հաղորդումը տեղափոխվի երրորդ հաղորդում։ Մեր օգնականը այս պահին բացում են նախշը ուշադրություն։ 1 2 3 Գնաց։ Վայ օրես արե, վաճա։ Ես ոնց խորը սարը։ Հե? Նոր։ Մաշնա։ Երկրորդը մաշնա։ Որն է հորը սարը։ Նոր։ Առաջին մասնակիցը Լարան է, հենց առաջին նախշերում է որ սխալ է Լարա անցած։ Մաշը հաջորդ փուլում է, Մաշի վերածը ճիշտ է։ Ես չգիտեի, որ հաղթելը սենց խավ է զգացողություն է։ Ամեն փուլից հետո նոր տան քարտերը գետնի վրա տեղափոխվում են եւ ամեն փուլից հիշեցնեմ մեկ մասնակից է անցնում հաջորդ փուլ։ 3 հաշվից մեր օգնականը բացում է երկրորդ նախշը 1 2 3 Olan inşallah dur. Oh, iyi. Ախպերն դիմի հատ մոմենտ է լավ ախպերը տենց գուլատ էինք անում ախպորը թեթև պայտակ լրջին էր տալի, բայց է լրջին եք տալի, կտանք լրջին միջև վերջ։ Աբորիգենները։ Աբեր ես եմ վերում։ Վերջ! Կարեն Հովանիսյան, ճիշտ ասել է։ Դե ոնց որ ասում են, ավելի լավ է ուշ, քան երբեք։ Ինձ թվում է, ստեղ նաև շատ կարևոր է բախտի գործոնը, որովհետև այո, ստացվում է այնպես որ պրոստը լավ տեսողական հիշողություն ունի։ Կամ լավ տեսողական հիշողություն է։ Կարեն Հովանիսյանը արդեն երրորդ փուլում է, իսկ մենք անցնում ենք այս խաղի երրորդ փուլ։ Կներեք, էլի Սերոջի դիրքը շատ վաղ է։ Այ լավ աշա։ Խաղի երրորդ փուլն է սկսվում այս պահին, Սերոջը պատասխանում սպրինտ վազքի։ Օգնականը բարձրացնում է նոր տան քարտը 1 2 3 Ադե ռանդոմ բանավիզի կլի։ Բլին։ Կանգնի Ագնես։ Արա դեսս աբորիգենների չեմ կարում։ Այո։ Այն որոնց Ագնեսը բրցացրեց, այն որ հաղթեց, ատի շատ ուրախացա, Ագնեսին սպադերժ կանեմ, սախ поддержкекն է взаимная։ Ես խոսքի մի տեղ բան եմ ելեմ, ջուրա բերեմ, հեսա բերեմ, короче, Moskva не Sochi։ Սերոջը նույնիսկ չնայեց Լարան էլ էր ճիշտը բերել, բայց առաջինը հասել էր Ագնեսը։ Ասեն ներուստադիտողի և մասնակիցներին, որ քարտերը այնպես չի, որ մի հատ է։ Դա համար կարևոր է, որ չի ժամանակին անեք։ Քանի որ շոկ է մեր գործընկեր ջուրը այս պահին կթարմացնի մեզ։ Իմ թիվն է։ Մենք սկսում ենք Դավայ։ այս խաղի 4-րդ փուլը, քարտը բարձրացվում է, 3 հաշվից պտտվում է։ 1 2 3 Լավ շո։ Մեջտեղը ծաղիկի նման։ Արի, շուտ արա, արի։ Շո։ Չէ։ Իմ մոտ չգնում։ Սակ կրել է։ Չէ, արսկոնը չէ։ Չէ, սակոն կրել է, եկեք։ Ապրես։
Ժաննա, դու էլ էի ճիշտ, բայց Սակոն մի փոքր ավելի շուտ է Բայց կարող։ էլի մեր թիմից է, ոչինչ։ Հետևորդի թիմից Սակը անցնում է հաջորդ փուլ։ 4 մասնակից արդեն անցել է հաջորդ փուլ, ես դեռ չեմ ասի, քանի փուլ է լինելու այս խաղի ընթացքում։ Լուր։ 5-րդ փուլը սկսվում է, քարտը բարձրացվեց։ Ուշադիր։ 1, 2, 3 Այս էջա, բաց կապույտ, վերերը կլորներով։ Այդ արի, բազի։ Չէ։ Այո։ Անդեղել է ճիշտ, որս արև, 3 հատ ճիշտ են բերեն, այ։ 3-ն էլ ճիշտ են բերել, բայց ասեմ, որ Սերոժ, նորոյ ուշումով ա եղել։ Բայց հանուն արտավիթր ասեմ 5-րդ անգամից։ Սերոժ, հաջորդ փուլում ես։ Երկու կողմը դեղին օվալած է։ Վրցրա։ Չէ, ոչ մեկ չի։ Բեր, շուտ արա, ստոպ։ Երկուսն էլ։ Գրիշա, դու հաջորդ փուլում ես։ Արդեն ասեմ, որ բարդանում է, որովհետև շատ փուլ չի մնացել ամեն դեպքում, դրա համար եղեք ավելի ուշադիր։ Օգնականի խնդրեմ, քարտը բարձրացնում է վեր նորտան, 3 հաշվից։ 1, 2, 3։ Դավայարս, ապույտներ է, թիթեր։ Շատ բարդ քարտ է։ Բեր, Սամ, շուտ արա։ Չէ։ Այո։ Всё։ Վազքի ժամանակ ոտքը սպռնվում է, բայց հաղթանակի այդ զգացողությունը այնքան շատ էր, որ շատ է ուզում հաղթեի, ցավին ուշադրություն չէի դարձնում եւ հաղթեցի այդ խաղը։ Էս է, չէ։ Տխի։ Այո։ Մնացել է շատ քիչ փուլ։ Շատություն։ Քարտը բարձրացնենք։ Ոչ ասեն չկորալ չի կարող։ 1, 2, 3 Ծաղիկը, դեղին սեփ։ Բաց կապու, դեղին սեփ։ Էտա, արսեն, էտա։ Ախպեր չա կակցում։ Դեսո պրծել է արդեն, արսեն։ Ախպեր, էտա, գուգո, էտա։ Այդ ձերին էտա։ Էսա։ Դե բերել է արդեն, Եվրոպայի քառակի չեմպիոնը հաջորդ փուլում է, Արսեն Հարությունյանը անցավ հաջորդ փուլ։ Ունեմ վատ լուր, սա վերջին փուլն է, այո։ Մի հատ բան ասեմ, ես, Արամ ջան, ես մտածում, մի հատ նարին ուրա, նարի, նայ, մի հատ կյանքս մենակ մի հատ աստղա մնաց է։ Ու դու։ Դու սպիտակ քարտ ունես։ Հա։ Հիմա ես չեմ մասնակցում, դու ինձ քո սպիտակ քարտով հետ ես բերում։ Բալես, դու գիտես իմ տղա։ Այսինքն ես դե գործ չունեմ անելու։ Արի կողմ։ Կարակ դուք վազեք։ Դու գործ չունես։ Նարին ասեց կյանքս դու չես խաղում էսի։ Ասի լավ, Նարս չեմ խաղաս, ասեց սպիտակ քարտը քեզ եմ տալու։ Դավայ վազեք ներեք այդ։ Արամ ես գործ չունեմ ստեվոց օրել, Արամ ես ստե գործ չունեմ։ Նորո ջան, դու ազատ ես։ Դե հիմա ամենաբարդը իմն է, պետք է իմ թիվակիցների մեջ ընտրենք։ Ուշադրություն, քարտը 3 հաշվից, 1, 2, պտտում ես 3։ Դեղին 2 հատ կապույտ, որոշիչ դժվար է։ Դեղին 2 հատ կապույտ ծերերը։ Չէ։ Ցույց տուր։ Йо, молодец! Վերջ։ Չեմ հավատում։ 3 раза нашла правильное изображение, но, к сожалению, не первое. Երկրորդ սերիանը ես էլի լացում եմ, բայց այս անգամ արդեն ուրախությունից։ 5 մասնակիցներ պարտվեցին երկրորդ խաղի ընթացքում, որոնցից 4-ը կլքեն նախագիծը, եթե այն օգտագործի իր քարտը, որովհետև Նարին կարա չօգտագործի։ Սա այն քարտն է, որը իր իրավունքն է։ Մինչև մենք բոլոր մասնակիցներին հրաժեշտ կտանք, նախև առաջ Նարի, կրկնում եմ, դու կարաս այդ քարտը, ամեն դեպքում եւս մեկ անգամ, այդ քարտը գործում է նախ բոլորի համար, թե հայտնիների, թե
ֆոլոուերների, թե նաև դու կարող ես այն չօգտագործել, դա քո որոշումն է։ Սևի դեպքում չես կարող չօգտագործել, սպիտակի դեպքում կարող ես։ Ճիշտ ասած, ես իմ մեջ ունեմ միգուցե շատերի կողմից հիմա ոչ ընկալելի, միգուցե նաև ոչ ճիշտ որոշում։ Հուգո ջան, ինձ կներես։ Չէ, դու գիշ չես։ Միգուցե, բայց ճիշտ իմ համար եւ իմ ընտրության մեջ կներես ես իմ մեջ գործում է ներկապային կանացի սոլիդարությունը։ Ճիշտ է, Հուգոյ շատ եմ սիրում եւ խոս տվեցի, որ հետ կբերեմ խաղ, բայց Տականք։ Ուղիղ իմաստով տականք։ Ну կարանք դեռ տականք չասենք, ասենք նարի։ ինչ ասեմ, ինձ մեկ վստահել չի կարելի։ Նա ես քո էսքի քելե խուտելու չեմ էթա նարի սստեից հետո վсё։ Եվ ճիշտ ասած, աղջիկների մեջ կա մեկը, որ իր քայլով ինձ չգիտեմ, ես ընդունում եմ, ես այդ կոպիտ ասած տղամարդկայինը սիրում եմ կանացի մեջ եւ քանի որ մեր վիգուդիներով աղջիկը զիջեց իր տեղը եւ խաղաց թիմային, ես սիրում եմ դա, ես ընդունում եմ այդ թիմայինը եւ Այսինքն քո սպիտակ քարտը ես իմ սպիտակ քարտը ուզում եմ տալ քեզ իր ժեստ քո թիմային Դու կարող ես հանձնել քո Ես այդքան էլ օծը չեմ։ Շատ հաճելի է կանանց կողմից։ Անկեղծ չէի սպասում, որ Նարինը Հյուգոյի փոխարեն ինձ կընտրի։ Ու ասեմ շատ հաճելի էր։ Բայց մի հատ բան ասեմ, իրոք ասենց ասեմ արդարացված է, ներեցի քեզ։ Դու օգուտ չէի տալի, գնա էլի դեվայս։ Արի ջան, շնորհակալություն, կարող ես գնալ ասպրամ ստորավորում են, լավ օգտագործես այդ կան, այո։ Ամեն դեպքում արդար։ Կանայք կանանց համար։ Arm Games ամառային եթերաշրջանի երկրորդ հաղորդման ընթացքում մենք միանգամից 5 մասնակցի կորցրեցինք։ Առաջինը Ռաֆա Բուֆալոն ինքնակամ, հայտնիներից Հյուգոն։ Հյուգոյին ծափարենք։ Մեր հնաբնակը նույնպես այս պայն լքում է ընկերս եւ մեր նոր կերպարները, որոնցից յուրաքանչյուրը կարելի է շատ հատուկ դարձնեին, դու չլացես, դու ասես որ չեմ լացելու։ Ժաննային ուզում եմ մի հատ բարձր ծափարենք, սերներս։ Անին բարձր ծափարենք։ Չէի սպասում, որ խաղը իմ համար այդքան շուտ կավարտվի, բայց я пришла, чтобы меня запомнили, и меня запомнили։ Եվ մեր կրասավчики Ստյոպին բարձր ծափարենք։ Այս պայն ես երեստատիտող ասում եմ, որ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Այս խաղին Մարիամա պետք, հիմա մեկին հետ կբերես։ Արի մուսին լացի, արի։